Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 7-ին նախարարությունում անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն։ Ամփոփվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության 2025 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները։ Նախարար Սարգսյանը նշել է, որ ոստիկանության հենասյունային բոլոր ուղղություններով ամփոփման նպատակն է գնահատել ձեռքբերումները, մատնանշել բացթողումները եւ հստակեցնել անելիքները։ Զեկույցներով հանդես են եկել ներքին գործերի նախարարության ոստիկանության պետը, ոստիկանության պետի տեղակալները, յուրաքանչյուրն իր ուղղությամբ ներկայացնելով կատարված աշխատանքները։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը նշել է, որ հանցավորության դեմ արդյունավետ պայքարը շարունակում է մնալ ոստիկանության առաջնահերթությունը։ Ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը, նա ընդգծել է, որ ըստ ներքին գործերի նախարարության հանցավորության, վիճակագրության եւ հետազոտական կենտրոնի 2025 թվականի ամփոփ վիճակագրության Հայաստանում կատարված հանցագործությունների եւ դրանցով նախաձեռնված վարույթներով 2024 թվականի համեմատությամբ արձանագրվել է հանցագործությունների թվի 3.2%-ով նվազում։ Վիճակագրական պատկերում առաջին անգամ վերլուծվել է հենց 2025 թվականի իրավիճակը, որը թույլ է տվել դուրս բերել կոնկրետ տարվա հանցավորության պատկերը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է հանրապետությունում արձանագրված մարդու դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրությունը, նշելով, որ 2025 թվականի ընթացքում դրանց թիվը նվազել է 1739-ով կամ 23.2%-ով։ 2024 թվականի համեմատ 5-ով ավելացել են հաստատված սպանությունները։ Հաստատված սպանության դեպքերի բացահայտումը կազմել է 100%։ Վարդան Վարդանյանը նշել է, որ 169 դեպքով նվազել են նաև բնակարանային գողության դեպքերը 933-ից հասնելով 764-ի, իսկ բացահայտման ցուցանիշը շեշտակի բարելավվել է։ Միայն քրեական ոստիկանության կողմից բացահայտված դեպքերով պետությանը եւ համայնքին պատճառված նյութական վնասը նախնական հաշվարկներով կազմել է շուրջ 25 միլիարդ դրամ։ Կան նախաձեռնված քրեական վարույթներ, վերականգնված միջոցներ։ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը հաշվետու ժամանակահատվածում շարունակել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, հիմքում ունենալով թմրամիջոցների ներմուծման եւ արտադրության շղթային բացահայտման ռազմավարական մոտեցումը։ 2025 թվականին կրկնապատկվել է արգելված թմրամիջոցների ծավալը։ Իրավապահ համակարգի համագործակցված աշխատանքի արդյունքում հանրապետությունում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, նախորդ տարվա 426 կիլոգրամի համեմատ։ Դրական տեղաշարժ է գրանցվել նաև զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարում, արգելավվել եւ կամավոր հանձնվել է 2246 միավոր զենք, նախորդ տարվա համեմատ 667-ով ավելի։ Վարդան Վարդանյանը ներկայացրել է հանցավորության թվային քարտեզի զարգացումը, ինչը հնարավորություն է տալիս վիզուալ տեսնել հանցավորության շարժընթացը։ Նա կարևորել է քրեական ոստիկանների անհատական էլեկտրոնային քարտերի համակարգը, որը հնարավորություն է տալիս տեսնել թե ծառայողի անձնական նախաձեռնությամբ բացահայտված հանցագործությունները, թե մասնակցությունը թիմային բացահայտումներին։ Վարդան Վարդանյանն ընդգծել է, որ հաշվի առնելով հանցավորության դինամիկան եւ նկատվող միտումները, ուրվագծվել են ընթացիկ տարում իրականացվելիք միջոցառումները, մասնավորապես վերաիմաստավորվել են օպերատիվ տեղեկությունների ձեռքբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դերական է գնահատել քրեական ոստիկանության մասով նախարարության կողմից վարվող քաղաքականության հետևողական իրացման արդյունքում մի շարք ուղղությունների արդյունքները։ Նախարարը հանձնարարել է ակտիվացնել եւ մինչեւ տարեվերջ ամբողջությամբ ավարտել քրեական ոստիկանության թվայնացման գործընթացը, կարևորել է նաեւ կիբերլաբորատորիայի ստեղծումը։ Նախարար Սարգսյանը նաեւ հանձնարարել է տնտեսական բնույթի հանցագործությունների, այդ թվում ապօրինի հանքարդյունաբերության, կոռուպցիոն այլ դրսևորումների բացահայտման ուղղությամբ առավել ակտիվ քայլեր ձեռնարկել, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործություններով զարգացնել դրանց կանխման ուղղությամբ գործիքակազմը։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը ներկայացրել է արձանագրված ցուցանիշները, ընդգծելով ոչ մեծ եւ միջին ծանրության, լատենտային բնույթի հանցագործությունների կանխարգելման, ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Կարեն Հակոբյանի խոսքով իրականացված հետևողական աշխատանքի արդյունքում 1650 դեպքով նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, մասնավորապես գողության դեպքերը նվազել են 957-ով, խարդախությունները 642-ով, կողոպուտներինը 55-ով։ Բացի այդ, հայտնաբերվել է ավտոմեքենաներից գողության եւ գողացված պահեստամասերի եւ պետհամարանիշների միջոցով շորթմամբ զբաղվող 37 հանցավոր խումբ։ Ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումները ապահովել են ձերբակալվածների եւ կալանավորվածների ուղեկցման հայտերի գրեթե 98%-ի կատարումը, շեշտակի բարելավելով անցած տարվա համեմատ գրանցած արդյունքը։ Ներքին գործերի նախարարը հանձնարարել է դպրոց-ընտանիք համայնքային ոստիկան համագործակցության տրամաբանությամբ անչափահասների հետ աշխատանքներ տանել նաև ուսումնական հաստատություններում, սերտ համագործակցել մանկավարժական կազմի հետ։ Նրա խոսքով համակարգի նկատմամբ ձևավորված հանրային դրական ընկալումը ուղիղ կապ ունի հանցավորության դեմ պայքարի արդյունավետության հետ։ Ուստի Արփինե Սարգսյանը կարևորել է հատկապես ակտիվ եւ հետեւողական աշխատանքը անձնական ունեցվածքի գողությունների, նաև լատենտային բնույթի հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին
հանձնարարվել է ենթակա ծառայողների հետ ամենօրյա ռեժիմով հասցեավորել առկա խնդիրները եւ վերլուծել աշխատանքի թիրախային ուղղությունները։ Բարեկային ծառայության պետ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը ներկայացրել է վարչական իրավախախտումների եւ հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, ինչպես նաեւ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Նրա խոսքով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ բարեկային ծառայության կողմից զգալի աճ է արձանագրվել, մասնավորապես թմրանյութերի ապօրինի շրջանառության, առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելու եւ փաստաթղթերի կեղծման դեպքերով։ 2025 թվականին բարեկները բացահայտել են 14747 հանցագործության դեպք, նախորդ տարվա համեմատ 3052-ով ավելի։ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման ուղղությամբ ջրային պարեկների աշխատանքի շնորհիվ արգելավվել է շուրջ 2.5 տոննա ապօրինի որսած ձուկ։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ բարեկային ծառայության գործունեության արդյունքում 2025 թվականին հաջողվել է էականորեն կրճատել ՃՏՊ-ների արդյունքում զոհերի թիվը։ 2024 եւ 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին խնայվել է 95 կյանք, եւ սա այն պայմաններում, երբ ամեն տարի աճում է տրանսպորտային միջոցների թիվը, հասնելով շուրջ 1 միլիոնի։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ այս հենասյունային ուղղության հիմնական մարտահրավերները շարունակում են մնալ հետիոտների կողմից չթույլատրված հատվածներով անցնելու, վարորդների կողմից շամրակապված վարելու եւ արագության գերազանցման դեպքերի կանխարգելումը։ Միայն հետեւողական աշխատանքի արդյունքում կներդրվի անվտանգային մշակույթ եւ վարքագծի փոփոխություն, նշել է նախարարը։ Նախարարն առանձին անդրադարձ է կատարել ծառայողների վերապատրաստումների ընթացքին կատարված եւ պլանավորվող դասընթացներին։ Նախարար Սարգսյանը հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունը հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, այդ համատեքստում առավել ակտիվացնելով շրջայցերը համայնքային բնակավայրերում։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հրամանատար ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը նշել է, որ նոր հենասյունային ուղղության ոստիկանության գվարդիայի ծառայողները ամբողջությամբ անցել են իրենց գործառույթային պարտականություններին եւ նոյեմբերի 1-ից մինչեւ տարեվերջ բացահայտել են հանցագործության 146, իսկ մինչ օրս 217 դեպք։ Ընդգծվել է, որ գվարդիայի գործունեությունը չի սահմանափակվում միայն հասարակական կարգի եւ անվտանգության պահպանմամբ։ Հանցավորության դեմ պայքարի շրջանակում արձանագրված դրական ցուցանիշները անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել։ Ներքին գործերի նախարարը դրական գնահատելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության գվարդիայի ձեռքբերումները հանձնարարել է շարունակել կանոնադրական նպատակների լիարժեք իրականացման ուղղությամբ արդյունավետ ծառայությունը, նաև ակտիվացնել մշտադիտարկման մեխանիզմները։ Արփինե Սարգսյանը կարևորելով տարբեր երթուղիներով գվարդիայի կողմից իրականացվող շրջայցերը ընդգծել է, որ դրանք պետք է ունենան քարտեզի միասնական տրամաբանությամբ լայն ընդգրկում եւ ապահովեն ոստիկանական առավել արդյունավետ ներկայություն։ Ներքին գործերի նախարարն անդրադարձել է նաև համակարգում արձանագրված խոշտանգման եւ վատ վերաբերմունքի վերջին դեպքին եւ ընդգծել, որ կատարվածը որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել։ Այն կարմիր գիծ է եւ հակասում է նախարարության որդեգրած սկզբունքներին ու արժեքներին։ Ունենում ենք դեպքեր, երբ որ իրականում խոշտանգման դեպք չունենք։ Այսինքն, թե ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության ստուգումներով, թե քննչական մարմինների փաստահեն ստուգումներով արձանագրում ենք, որ չկա խոշտանգման իրավիճակ, բայց բնականաբար ունենք բողոք, որի հետ կապված, որ վարույթը նախաձեռնում է եւ գնում է առաջ։ Այս իրավիճակում ես կարծում եմ դուք համոզվել եք, որ մենք լուր, բայց փաստական տվյալներով գնում ենք ապացուցման ճանապարհով։ Այսինքն ապացուցում ենք, որ մեր ծառայողը, եթե չի ունեցել խնդիր որևէ իրավիճակում, ուրեմն վստահաբար այդ արձանագրումը քրեական վարույթի շրջանակներում պիտի արվի։ Անկախ նրանից, թե տեղեկատվական ինչպիսի մեծության աղմուկ մենք կունենանք հանրային տիրույթում։ Եվ մենք անցած տարվա կտրվածքով ունեցել ենք նմանատիպ իրավիճակներ։ Վստահաբար։ Սրա կողքին ունենք դեպք, երբ որ փաստական տվյալ առարևութության մակարդակում գոնե թե։ Այս իրավիճակներում եմ ուզում նաև վստահ լինեք եւ կարծում եմ համոզվել եք, որ սրանք ռեակցիա են ունենալու։ Եվ սրանք ունեն ռեակցիա։ Այս երկու իրավիճակներ ուզում եմ հստակ տարանջատենք։ Ես կարծում եմ իմ վարքագծով այսքան ժամանակ թույլ չեմ տվել մտածելու, որ այդ դեպքերը կարող է փակվեն, այդ դեպքերը կարող է չընդհանցկավորվեն։ Եթե կա կարմիր գծի հատման իրավիճակ, այդ դեպքերը միանշանակ արձանագրվելու են, անկախ նրանից մենք ունենանք արտահոսք, թե չենք ունենա արտահոսք։ Անդրադառնալով ներկայացված զեկույցներին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ընդհանուր առմամբ դրական է գնահատել արձանագրված ցուցանիշները եւ ընդգծել 2025 թվականին ձեռք բերված արդյունքների ամրապնդումը։ Նախարար Սարգսյանը մասնավորապես դրական է գնահատել մարդու դեմ ուղղված հանցագործությունների նվազման միտումը, միաժամանակ ընդգծելով, որ զենք զինամթերքի կամավոր հանձնման ու արգրավման դեպքերը պետք է մնան ոստիկանության բոլոր ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասով Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել ապացուցողական բազայի վրա հիմնված աշխատանք։
աշխատանքը։ Նախարար Սարգսյանը կատարված ծավալուն աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել անձնակազմին, կարևորել ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների համակարգված համագործակցության ապահովումը։ Արփինե Սարգսյանը վերհանելով խնդիրները հանձնարարել է կենտրոնանալ դրանց քայլ առ քայլ լուծումների վրա եւ հորդորել ընթացիկ տարում ամրապնդել դրական ցուցանիշները։